Aniversario de tu tuki Patije te am foto andrevot oh oh Zavește te concret Chacata gir domino oh oh Ai casino Dispatpuțan mes paciarnu himnakare Încheruțan hamar arcazeno Hanun povite hanun siro pacara Corpum me șat pars domino Եվ կանչունի խոհարարեց դու թեմեսող Կեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ փող Կեզ հարկավոր է ասել ես այլ ոչ թե նո Դոմինո Վճսովորական կինո Ես կսվում պատմությունը մեր Այստեղ ոչ տերն ունի շուն ոչ է շունը տեր Այստեղ ամեն նոր կյանք է ու նոր կինո Դոմինո Վճսովորական կինո Այն կոչվում է դոմինո Համաձայն ֆիզիկայի օրենքների ծախսած էներգիան երբեք չի կորում, այնպես որ մեր ջանքերը ի վերջո տվեցին իրենց արժանի արդյունքը։ Այո, Դոմինոն այսուհետ հոլդինգ է, որը զբաղվում է ոչ միայն օղու արտադրությամբ, բայց դրա մասին ավելի ուշ։ Էս էլ մենք Դոմինո հոլդինգի սեփականատերերը։ Բացի սեփականատեր լինելուց մենք նաև որոշակի պաշտոններ ենք զբաղեցնում։ Նորիկը մատակարարման պատասխանատուն է։ Գարիկը վաճառքի պատասխանատուն է։ Արթուրը գործադիր տնօրենն է։ Էս էլ ես ձեր խոնարհ ծառան, Դոմինոյի արտադրական մասի ու պահեստավորման պատասխանատուն։ Իսկ որքան աշխատավարձ եք ակնկալում։ Կներեք, անգլերենի իմացությունը գերազանց։ Անգլերեն կպատասխանեք։ Okay, at this moment the salary isn't so important for me. It's much more important to get work experience. Անգլերենը проблем չի։ Детка, а можешь сказать то же самое, только на русском? Конечно. На данный момент зарплата меня не волнует. Для меня важнее рабочая практика. Ռուսերենն է problem չի, փաստորեն։ Շատ լավ։ Դուք ընդունված եք։ Մենք ձեզ կզանգահարենք ու կասենք, թե երբ եք անցնելու աշխատանքի։ Что? Դզեց։ Դե սպասում ձեր խաբարին։ Կարամ չէ՞ թա։ Էտացեք։ Խաբարը կստանաս, խաբարը կստանաս։ Կստանաս կուրախանաս։ Փաստորեն հայրենն է problem։ Նիկա, հայտարարության մեջ գեղեցիկ արտաքինովը կփոխարինես գեղեցիկ հայրենով։ Ես ոնց հասկանում եմ գործավարուհու քասթինգը դեռ երկար է շարունակվում։ Լավ ապեր, մի հատ եկեք հասկանանք, մոտակա կորպորատիվ երեկոն ո՞նց է կազմակերպելու։ Հա? Ես առաջարկում եմ, որ այն 500,000 որ պիտի ծախսեն կորպորատիվ երեկոյի վրա, տակ ինձ, ես աշխատողների մեջ հավասար բաժանեմ։ Համ իրեն գող կլնեն, համ ես։ Դե, եթե աշխատողները գոհ են, ես էլ եմ գող պրինցիպով, էլի։ Ոչ մի փող։ Այդ կորպորատիվ երեկոները ուրիշ նպատակ ունեն։ Օրինակ, աշխատակիցները մերձենում են միմյանց հետ։ Ապեր, եթե դու հույս ունես, որ Լիլին պիտի մի երկու բաժակ խմի ու քեզ սեր խոստովանի, ուրեմն ես քո լավատես կյանքին մեռնեմ։ Ելին կապ չունի։ Ո՞նց կապ չունի, սա որ Լիլի հետևից չէ շամպես ընկած։ Սենց մարգան։ Նիկա վերջացրու։ Լիլի ջան, ինչ անեմ, Լիլի ջան, էս բերեմ, էս տանեմ, ուզում ես էս անեմ։ Լիլի ջան։ Նիկա ասում եմ վերջացրու։ Մի ապեր ճշմարտությունը ցավոտ, հա։ Չէ, ուղղակի Լիլին ստեղ է։ Հա, իդեպ, Լիլին մեր հաշվապահն է։ Կներես։ Ես ինչ, նորիկից ներողություն խնդրի։ Առաջին երամսյակի հաշվետվությունն է։ Լիլի ջան,
Ասում եմ բան է, այդ հաշվարկները էլի, այդ հաշվետվությունը խի է այդքան ուշանում, որ հեսա հաշվետվությունը, մետ նայեմ էլի հլը։ Ապրես։ Այա, Քարաջան, մի րոպե առաջ քեզ կողքից նայում էի, ազնիվ խոսք լավ էիր։ Կարաս Նարեին էլ հարցնես, լրիվ նորմալ էիր, քեզ չեղավ։ Հենց նոր Instagram-ից պատպիսчикները դարձան 15,000։ 15 կողքը 3 հատ զրոն, այդ 15,000-ն է, չէ։ Instagram-ի չէ։ Վիկտորն էլ չգիտեր ինչա։ Ու հենց իմացավ, մտավ ընդեղի նկարներս տեսավ, բաժանվեց։ Եկա բան չհասկացա։ Դու ավելի լավ է այդ Instagram-ը թող, մի Instagram կոֆե դիր խմենք։ Ժանետա, քեզ նավիգատոր է պետք։ Ոնց հասկանում սխալ հասցեով ես եկել։ Ես տեղ կովե վարկա չեմ աշխատում, այլ ուշադրություն խնդրում եմ։ Վաճառքի մենեջեր։ Ես կեփեմ սուրճը։ Վայ ես քո շնորհքին մեռնեմ Նարեկ ջան։ Չնայած դու ոնց կարայր Նորոյի քուրը լինեիր ու անշնորհք լինեիր, իսկ դու կառա աղջիկ։ Մաքսիմում Միկայի քույրը պիտի լինեիր, այ առանց դիպլոմ, վաճառքի ռենջեր։ Ժանյակ, այս գործի համար ոչ թե բարձրագույն կրթություն է պետք, այլ բարձրագույն տեսք։ Ես կարամ ցանկացած տղամարդու մի անգամ նայեմ, իր կողքով 2 անգամ գնամ գամ, այսենց։ Ու ինքը կդառնա մեր հաճախորդը։ Դու էլ թերապևտի հաճախորդ է։ Լիլին սուրճը ոնց էր խմում։ Բաշակով։ Ստորագրել է, ստորագրում է տնորենը։ Տնորենն ունենք աշխարհը չունի, ապրես։ Նորիկ, ինչ-որ անհանգիստ ես։ Էլ ինչ-որ բան կա։ Այո։ Տղաներ, ես եւս մեկ անգամ պնդում եմ, որ առաքիչներին գրանցելը պարտադիր է։ Մտեք։ Կներեք, ստեղ մի հատ թուլի մատություն ա եղել։ Սաղի մայկեքը տոչն է իրանց վրվա, իսկ մերը մեկինս փոքր, մյուսինը մեծ։ Իսկ փորձել եք, ասենք, մայկեքը փոխեք։ Մեկը մյուսինը թաքնի, մյուսը էլ մեկինս։ Ճիշտ է ասում։ Տղաներ, բայց հավոր։ Հորս արև, կներես քուրս։ Ապեր քուրդ կարող աների, բայց փես է դժվար։ Բայց իսկականից էլի, տղեկ, պետք է այս առաքիչներին գրանցել, ընդ որում համ Գինեսի գրքում, համ էլ Կարմիր գրքում։ Դե Կարմիր գրքում, որովհետև յուրահատուկ կենդանիներ են, իսկ Գինեսի գրքում, որովհետև առաջին կենդանի առաքիչներն են։ Չէ, Լիլի ջան, դեռ ժամանակը չի։ Մի քիչ ոտքի կանգնենք, բոլորին էլ գրանցենք։ Ոտքի կանգնեք գրանցենք։ Համել ասել եմ, չէ, հարկայինում ծանոթ ունեմ ու ինքը այս ամենի մասին տեղյակ է։ Հա, ես դրա համար էլ պետք է գրանցեմ։ Լավ, դուք գիտեք, ես գնացի։ Չէ, Լիլ, խնդրում եմ, մնա էլի, այնքան լավ է, որ դու ստեղ ես։ Գնա, Լիլ ջան, գնա։ Լիլ։ Այս աննորմալները այսքան պիվա են զակաս տվել, ողբամ քեզ հայ ժողովուրդ, այս էլ քեզ Եվրախորհրդարանի խերը։
Չէ, իրոք չեմ պատվիրել։ Ուղղակի հին պարծից երկու շիշ խառնվել են նորերի հետ։ Դե ես էլ ուզում եմ հասկանալ որոնք են։ Օ, святые негодники։ Էս էմաներին գլխին գալով են։ Չես ֆայմում ժամկետը նայես։ Այս ժամկետն է։ Վայ, անից վերեն օրը, որ մի կան քեզ չբերեր այստեղ աշխատելու։ Այն մարդու ռեստորանը չորացրիք, հիմա էլ ուզում ես իմ փաբը չորացնես։ Ավելի շուտ թրջես։ Այն միկրոսկոպ, ոնց որ սրան բերիր կապիր ջանից, որ ներվերս ուտի, նենց էլ իրա բացած պիվեքը պիտի խմես, ու քո հաշվին։ Հարց չկա Սոն ջան։ Ընդհանրապես այս փաբում ինչքան մարդ կա, բոլորի հաշիվը գնում եք այս տղու վրա։ Իսկ ասում եմ այն տանենք մեր մոտ Ժաննային բերենք ստե։ Ապեր, մեր մեծ աղբոր դաստիարակչական դասից հետո դասամիջոցին խոսացի Լիլիի հետ։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Այս բայից սկսած իմ ու Լիլիի մասին ոչ մի խոսք։ Բայց ախր շատ լավն է։ Գիտեմ որ լավն է, բայց ես իրան խոսք եմ տվել որ չեմ ճնշել։ Բայց ես նենց կճնշեի։ Նիկո։ Նոր ջան կներես ապեր, իսկականից ես նկատի ունեի հասկացել էլի։ Հա, ծմփորիկս։ Էդը լավ էլի սով հոգնեցի արդեն։ Չէ, հանգստացի Հա, խոստանում եմ զգույշ կլինեմ։ Մերսի իմ պահապան հրեշտակ ջան։ Էլի վատ երազ ա տեսել, ասում էր որ զգույշ լինեմ։ Սոֆան էլ ինչ հղիացել է, վատ երազներ ա տեսնում։ Ամենավատն է, որ դրանք իրականանում են։ Մոռացաք, որ վերջին անգամ վատ երազ էր տեսել, մեքենան խփեցի։ Բայց երազը ինչ կապ ունի, որ Սոֆայի SMS-ը ավտոյի ռուլին ես կարդացել։ Նենց որ այդ ավարիայի մեղավորը ոչ թե Սոֆայի տարօրինակ երազն է, այլ իր անասուն ամուսինը։ Մի խոսքով իզնից հասնում էր զգուշացնել եմ, մնացածը դուք գիտեք, ես գնացի։ Դու լուրջ այդ երազից վախեցար ու տուն ես գնալու։ Չէ, գնում եմ ստուդիա, Սոֆան այնտեղ ինձ է սպասում։ Գար, այդ ստուդիայում գոնե մի բան աշխատում է։ Հա, ապեր, կոնկրետ ինքը այնտեղ հավաքարար է աշխատում։ Ուղղակի ինքան մարդ չի գնում, տենց ամբողջ օրը այդ սարանդոստիկներն է, էլի մաքրում, սարդ բռնողա։ Այ որ քո նման մի երկու հատ տափակ լինզա կարողանայի առնել ապարատիս համար, նենց ֆոտոներ կանեի։ Բայց իսկականից էլի գար։ Խելքիդ ինչ փչեց այդ ֆոտոստուդիայի վրա այդքան գումար դրեցիր։ Նոր ջան, հարցը ճիշտ ձևակերպի։ Սոֆայի խելքին ինչ փչեց։ Ձեռար։ Այ որ մի օր դու էլ ընտանիք կազմես, նոր կհասկանաս ընտանեկան բիզնեսի հաճույքը։ Համել մարդ ես, դոմինոն ա, փակվում ա։ Բերենը թխերով բացի, թե չէ նորիկով կփագեմ։ Տղերք, բայց ամեն դեպքում երազի պահով զգուշ եղեք։ Հա, ես որ խոսք եմ տալիս, լավ զգուշ կլինեմ։ Դե ինչպես տեսնում եք, մեզ մոտ ամեն ինչ ավելի քան լավ էր, մինչև որ հնչեց այս չարաբաստիկ զանգը։ Ասա Արթուրիկ, ինչ, ոնց է հարկային նայք է։ Լավ ապեր հեսա գալիս եմ։ Նարա բանալին։ Նարա հարկային նայք է։ Նարա բանալին բերեկել են ստուգ է։ Նարա որտե բրնեմ տուգանելու է։ Նարա։
գրանցված 6 առաքիչ ու արդեն 1 տարի։ Տուգանքի չափսը կկազմի 25 միլիոն դրամ։ Եվ դուք այն մարելու համար կունենաք 3 տարի ժամանակ։ Լալեսի միրոպը քեզ ինչ եմ ասում, մատաղ։ Մունկետ որ 2 տարի 8 ամիս։ Ախր հարգելից, ես ամեն ինչ կբացատրեի, պարզապես կուսակցության նիստից եմ ուշանում։ Առավել ևս 2 տարի 6 ամիս։ Ով կարա ասյան 4 առաքիչները, որ արձակուրդ են գնացել, երբ են գալու։ Բարև ձեզ։ Աստորեն 10 առաքիչ։ Մարդել 15 հատ առաքիչ ունենա ու ոչ մեկին չկարողանա գնել։ Բարև ձեզ։ 50 միլիոն դրամ տուգանք ու 2 տարի 6 ամիս ժամանակ։ Լամիկա ծե խոխա, ինչ ես խոսում։ Ո՞ղ 2 տարի։ Հիսուն միլիոն։ Ում ծանոթներ մեզ դեռ սպայելու հարկային ստուգումներից, հա? Հա, իմ։ Չէ, Միկա քոններ, չէ? Չէ, հիշեցի։ Ժաննայի։ Արթուր, լավ դե վերջացրա։ Ես ճիշտ իմ բայց Ինչ բայց, ոչ մի բայց չկա, ինչ բայց, դա որ ասма բայց, չկա բայց, հա։ Բայց, ինչ բայց, ոչ մի բայց չկա, նա որ ասма բայց։ Զանգի այդ ծանոթի տեսա թողկա տեսնենք այս հարցը ոնց ենք լուծում։ Բայց։ Ասма բայց։ Զանգի խոսում ես արդեն, զանգել ես։ Ալո, բարև ձեզ։ Ներեցեք, սա Կարենի համարը չի։ Լուրջ։ Լավ։ Մենակ չես ես մեռելա։ Չէ։ Դե հենց հիմա եկեք գնանք դրան տեսնենք։ Չենք կարա։ Ինչի՞։ Որտեվ դժվար է ժամին գաղութում տեսակցություն լինի։ Կարենին ուրիշ գործով բռնել են ու 5 տարի են տվել։ Ես ասում էի, չես զգուշացնում էի։ Եթե Սոֆան վատ երազ է տենում, դա նշանակում է, որ Զենդ։ Հիսուն միլիոն շոկեց դուրս հարկայինը տվեց Աշոտյանը։ Աշոտյանը քեզ ինչ է զանգում։ Աշոտյանը չէ, Աշոտյան, Միկայի պապան։ Սկսել դուրակը զանգել տնեցիկից փող ա ուզել, այդ խեղճ մարդիկ էլ զանգում են իմանան ինչ ա եղել։ Բարև Աշոտյա։ Բարև Նորիկ ջան։ Ոնց եք։ Հիանալի Աշոտյա, սրանից լավ չի լինում։ Չնայած նորոն ասма կարան հենց անի, որ ավելի լավ լինի։ Ինչ կա Աշոտյա, դուք ոնց եք։ Նորմալ։ Միկան ձերը չի։ Չէ, բայց հենց հիմա զանգեմ կանչեմ։ Չէ, ես հենց ձեր հետ եմ ուզում խոսեմ։ Հոբան չի եղել Աշոտյա։ Խեղելա։ Ես այստեղ մի հարուստ հորողբեր ունեի։ Մի քանի օր առաջ մահացավ։ Էս ինչ վատ բան ասացիր Աշոտյա։ Արսը, ամբողջ ունեցվածքը մոտ 2 միլիոն դոլար։ Կտակել է Միկայի վրա։ Էս ինչ լավ բան ասացիր Աշոտյա։ Անտուր ոնց որ դասում է։ Այս պայմանադրել, որ միչև Միկան չամուսնանա, տղա երեխա չունենա ու անունը իր անունով ավտանտիլ չտանի, ոչ մի ցեն չի ստանա։ Հա, всё-таки վատ բան ասացիր։ Իսկ Միկան գիտի դրա մասին։ Չի
ձեզ եմ զանգել։ Ոնց, աչքալուսանքը թողել ես մեր վրա։ Ավելի ճիշտ ցավակցականն ու աչքալուսանքը։ Բարձ չկա, հեսա զանգեմ կանչեմ։ Այդ տղա հանգստացի, շատ հապ։ Ոնց դուրա կայս դենցել մնացել ես։ Միկան սրա մասին պիտի չիմանա։ Ավելի ճիշտ հələ որ չի պիտի իմանա։ Թե չի առաջին պատահած ետ կպսակվի։ Թող կպսակվի, փող կստանա, կբաժանվի։ Այդ կողքի պրիոմնիկը կամ նորմալ ալիքի վրա դիր։ Կամ վաբշի անջատեն։ Երևի անջատեն։ Ասա Աշոտ ջան։ Ռոջան, ես չեմ ուզենա, որ իմ միակ տղես փողի խաթր, ես իմ հետ ամուսնանամ։ Էլի եմ կրկնում, իրամ ոչ մի բան։ Հարց չկա Աշոտ ջան։ Ուղղակի ախր Միկան ամուսնացողը չի է։ Մի բան պետք է անես տղես։ Բայց ո՞նց է Միկան չի պատմել, որ տենց հարուստ հոպար ունեիք։ Ես օրողբել ես 1000 թվից այստեղ մի կտոր հող էր առել ու ոչ մեկի չի ասել։ Մի քանի շաբաթ առաջ եկել են, այդ հողի համար $2 միլիոն փող են առաջարկել։ Էս է 2 միլիոն լսել, հա, ու միանգամից ծախել։ Հետո իմացել, որ այդտեղ նավթի փոքր հանք կա։ Ու հեչից մի 20 միլիոնով կարար ծախել։ Ինչքանով։ Օրողբելը սենց է իմացել, միանգամից մեռել։ Ես քեզ շուտ կզանգեմ նորոջ ջան։ Հիշում ես, չէ՞։ Միկային ոչ մի բառ սրա մասին։ Հա։ Դե կապի մեջ։ Լավ, կապի վերջ։ Այո, $2 միլիոն։ Այդ բանն է, չէ՞, որ մի հատ երկուսա կողքը 6 0 Ես գիտեի, որ Աստված մի հատ դուր կբացի, բայց որ սեն շուտ չէի մտածում։ Այսինքն դու էլ մտածում ես Միկան այսօր վաղը ամուսնացավ, հա։ Բա ինչ պետք է անի։ Ինքը որ այդ փողերի մասին իմանա, նույնիսկ Լիլիի ոտի տակ կփորի, որ քո հետ ամուսնանա։ Ինքը դրա մասին չի կարա իմանա։ Չլսեցիր Աշոտ ջան ինչ ասեց։ Ասեմ ավելին։ Սրա մասին կարան իմանան մենակ այն մարդիկ, ում մենք վստահում ենք։ Պարզվում է, Որ իրանց միլիոնատեր հորողբերը մահացել է։ ու իր ողջ կարողությունը $2 միլիոն թողելա Միկային, բայց մի պայմանով։ Միջև Միկան չամուսնանա։ Տղա չունենա, անունը չդնի ավթանդիլ, Ավթանդիլ։ ոչ մի ցենտ։ Ես իմ տղայի անունը սկի 10 միլիոնի դիմաց ավթանդիլ չեմ դնի։ Իսկ այ իմ աղբոր աղջիկը լորեցի է։ Ինքը ավտանդիլ չէ, Բալթազար էլ կդնի։ Ու հիմա մենք պետք է Միկայի համար մի հատ լավ աղջիկ գտնենք։ Այսինքն քեզ։ Ամուսնացնենք Միկայի հետ, որ ինքը այդ ժառանգությունը ստանա ու հուսով եմ մեզ էլ էս 50 միլիոն տուգանքից ազատի։ Դու դրանից հետո կբաժանվես, այդ գումարի կեսը կվերցնես, հետո այդ փողը մենք կկիսվենք։ Նենց որ Միկան հիմա բոլորիս համար դառնում է ամենակարևոր մարդը։ Նույնիսկ ինձնից էլ կարևոր։ Բարլուս։ Բարը Միկա ջան։ Միք ջան, արի նստի։ Միկա ջան, մի հատ կոֆե դնեմ խմես։ Դե, տենց չէ երաժարվի։ Ոնց ես Միկ ջան, լավ քնեցիր։ Հա, մանավանդ այդ քո 50 միլիոն նվերից հետո ցուլիկ։ Շատ համով է։ Գիտես, չէ իմ նման համով կոֆե մեկ էլ լորեցի աղբորս աղջիկն է եփում։
Ես ձեզ ուզում եմ ծանոթացնել իմ նախկին գործընկերուհու հետ, ով իմ խնդրանքով հրաժարվեց իր նախորդ աշխատանքից եւ այս դժվար իրավիճակում օգնության ձեռք է մեկնում մեզ ու այսուհետ կլինի մեր նոր գործավարուհին։ Ծանոթացեք, Աննա։ Բարև ձեզ։ Արտուր ջան, կներես իհարկե, բայց նման որոշումները մենք 4-ով պետք է կայացնենք։ Okay։ Եկեք քվեարկենք։ Ես կողմ։ Ես էլ եմ կողմ։ Դե եթե մի կանել է կողմ, ուրեմն բարի գալուստ դոմինո։ Arriva e sa che tu chi Patisse che un po' tu andremo oh oh Sapeste che con che c'ha cada gir domino oh oh Ai casino Ես պատմության այս պատճառն ու հիմնականը Ընկերության համար արկածենո Հանուն փողիտ է հանուն սիրո նկարը Կործում է շատ պարզ դոմինո Եվ կանչունի խով հարարեց դու թեմերսող Կեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ փող Կեզ հարկավոր է ասել ես այլ ոչ թե նո